Այսօր խոսելու ենք Երևանյան այն կերպարների մասին, որոնք ժողովրդի մոտ ասոցացվում են լավ հագուկապով, սուրճ պատրաստելով, տնօրենների քմահաճույքները կատարելով, մի խոսքով գրեթե ամեն ինչով, բացի իրենց բուն աշխատանքից։ Դե իհարկե խոսքը գնում է քարտուղարու մասնագիտությամբ աշխատող աղջիկների կամ կանանց մասին։ Քարտուղարուի դառնալու համար շատ բան պետք չէ։ Պետք է լինել մինչև 25 տարեկան, բարետես արտաքինով, ցանկալի է չամուսնացած, ավելի ցանկալի է ամուսնացած բաժանված։ Համակարգչի իմացությունն էլ է պարտադիր, բայց պարտադիր է ոչ թե իմանալ համակարգչային ծրագրերը, այլ համակարգչային խաղերը, չէ որ ինչ-որ կերպ պետք է լրացնել ազատ ժամանակ։ Դուք շատ երջանիկ տղամարդ եք, եթե ունեք կին, որը ձեզ ասում է, թե ինչ անել, եւ քարտուղարուի, որը այդ ամենը անում է։ Շատ հաճախ քարտուղարուիները հանդիսանում են տնօրենների աջ ձեռք։ Իհարկե հաճելի է, երբ մարդու աջ ձեռքը լինում է գեղեցիկ եւ երկար ոտքերով։ Իմիջիայլոց շատ կարևոր է քարտուղարուի ընտրելիս ուշադրություն դարձնել նրա ինտելեկտին, որովհետեւ ինչքան ցածր լինի քարտուղարու IQ-ն, այնքան բարձր կլինի ձեր շարից եւ փորձանքից հեռու մնալու հավանականությունը։ Ես հայտարարությամբ եմ եկել, կարելի է։ Համեցեք նստեք։ Աստորեն ուզում եք քարտուղարուի աշխատել։ Աշխատանքային փորձ ունեք։ Հա։ Չէ։ Հիմա հա թե չէ։ Ոչ։ Բայց մամաս ամբողջ կյանքում քարտուղարի է աշխատել ու ինձ ասել է, որ այդ քարտուղարու բոլոր գաղտնիքների կսովորացնի, էլի, ինձ ես կիմանամ այդ ամեն ինչը։ Համակարգչից օգտվել գիտեք Word, Excel, Access, Corel Draw, Photoshop։ Ինչ։ Հա։ Չէ, ճիշտն ասած չգիտեմ, բայց ինձ մամաս ասել է, որ անպայման կսովորացնեմ քեզ համակարգչից, օգտվել ու բանեմ։ Ես ունեմ իդեպ վարդագույն համակարգիչ, սպիտակն էլ նոր եք պատվիրել։ Ինչ լեզուներ եք տիրապետում։ Այո, ես գիտեմ հայերեն, ոնց էր էդի, հա, վսյո։ Լավ գոնե սուրճ եփել գիտեք։ Հա։ Չէ, բայց մամաս ինձ ասել է, որ անպայման կսովորացնի սուրճ եփելը, այդ սուրճը։ Ինձ կներեք, բայց դուք չեք համապատասխանում։ Ես չեմ կարող ձեզ ընդունել։ Ես ճիշտ է բարետես արտաքինի հետ համաձայն եմ, բայց մնացածի հետ համաձայն չեմ։ Ես չեմ կարող ձեզ ընդունել։ Լավ էլի։ Խնդրում եմ էլի ձեզ, ինձ ընդունեք աշխատանքի։ Մամաս ամեն ինչ կսովորացնի ինձ, ես կգամ նորմալ կաշխատեմ, այդքան էլ տենց չի, որ ես չգիտեմ, պրոստը հիմա չգիտեմ, վաղը կարող եմ իմանամ արդեն, էլի խնդրում եմ ձեզ։ Լավ։ Ես ձեզ ընդունում եմ աշխատանքի։ Ուրա, մամայս կասեմ ամեն ինչ կսովորացնի, պրոստը մի բան էլի ասեմ, ես լավ տեսնում եմ, ուղղակի մաման ինձ ասել է, այս ակնոցը դիր ու տես դրել եմ, բայց գլուխս պտտվում է հանեմ էլի։
Անժելա, Անժելա մտի մոտս։ քեզ պետք եմ դու մտի։ Ես ինչ վարկագիծ է։ Հա? Ուրախ։ Դու հեռացված ես աշխատանքից։ Հա? Ոնց? Այսինքն դու ուզում ես ասես, որ քո ապակայրի խումորը հեռացնում ես աշխատանքից։ Չհասկացա։ Չկա չհասկանալու, ես քեզանից հղի եմ։ Աղջիկ ջան, դու հենց նոր ես աշխատանքի անցել, նոր ես եկել նստել ես սեղանին, ու մեր մեջ ոչ մի բան չի եղել, դու ոնց ես ինձանից հղի։ Արա, սա խառնել եմ մի րոպե։ Մաման ասել էր, սկզբից պետքա քո հետ լինեմ, հետո ասեմ, որ քեզանից հղի եմ։ Այսօր գործատուները նաև քարտուղարուհիներից պահանջում են համացանցի, ինտերնետի իմացություն, բայց նրանք չեն էլ մտածում, որ համացանցից քարտուղարուհիները ոչ թե փնտրում են իրենց համար պետքական նյութեր, այլ իրենց համար փեսացուներ։ Տեսել ես ապե, շատ ուժեղա չէ, շատ լավն է, ապա պրոստը գիտես, նայում եմ սենց, ես տենց հեշտ կպնողներից չի, բայց շատ լավն է։ Ախպերս, սրանց կպցնելու կոնկրետ ձև կա։ Հա որ, Նայի, Աֆիցանտ, հլարի ապե։ Լսում եմ ձեզ։ Ախպերս ուրեմն լսի ինչ ես անում, ես ձեր կաֆեի ամենաթանկ օպտելը, տանում ես այն աղջկան, ու ասում ես մեր կողմից, եղավ, ջոգիր ապե ջոգ, գնա բեր, կարա աշխատի, ոչ առաջին բան չասեց։ Սա ձեզ այս տղաների կողմից ընդունեցեք։ Կներեք, բայց սա հետ տարեք, տվեք իրանց ու ասեք, որ ես մարդ եմ սպասում։ Եղավ, բարի։ Ինքը ասաց, որ մարդ է սպասում։ հլա հարցրու է դու մա սպասում որ, Իրանք հարցնում են ում եք սպասում, որ Իրանց ասեք ձեր ինչ գործն է։ ինքը ասում է ձեզին։ Ալլա բասա քեզ մի թանկացր աղջիկ, նենց հետևիցը չենք ընկնելու։ Իրանք ասում են քեզ մի թանկացրու։ Իրանց ասեք անասուն։ Անասուն։ Հարև Անժել, աստծաղիկները քեզ։ Մերսի Արի ջան, ոնց ես։ Գիտես չէ, ես արդեն լրիվ հույսս կտրել էի, որ մենք կհանդիպենք։ Տարիներ շարունակ այդքան ինտերնետով իրար հետ խոսում ենք, բայց մտածում եմ դժվար էլ հանդիպենք, սենց առերես նստենք։
Անժել։ Իմ Հայաստան գալը պատահական չէ։ Ես հատուկ եկել եմ, որպեսզի քեզ ամուսնության առաջարկ եմ։ Ես կուզեմ, որպեսզի մենք երկուսով գնանք Եվրոպա եւ անտեղ ամուսնանանք։ Համաձայն ես։ Հա, համաձայն եմ։ Այո, ես գիտեի, որ դու կհամաձայնվես, ես գիտեի։ Անժել, չնայած նրան, որ մեր հարսանիքը Եվրոպայում է լինելու, ես շատ կուզեմ, որ մեր հարսանիքը լինի հայկական ավանդական հարսանիք։ Զուռնա դհոլով, ազատ բաշին թրով, լավաշ գցելով, մեղր ուտելով, աման կոդրելով, քավորի տուն գնալով, հարսնեղբորը փող տալով, ես նույնիսկ մտածել եմ, որ հարսանիքի վերջում գրիվ լինի, գրիվ, ցրև տան իրար, որ լինի իսկական հայկական ավանդական հարսանիք։ Դու հենց վաղը դիմում կգրես և կազատվես աշխատանքից, որպեսզի մենք չվենք Եվրոպա։ Իմիջայլոց, ասքան ժամանակ առիթ չի եղել քեզ հարցնելու։ Դուն որտեղ ես աշխատում։ Չգիտես միջև հիմա, ես օֆիսում քարտուղարու եմ աշխատում, Արի ջան։ Քարտուղարուհի։ Լավ, Անժել։ Ասքան ավանդույթներու մեջ, որ Գարմիր խնձորը չլինի, աշխարհը փուլ չի գա։ Արի ճիշտ ես ասում, Կարմիր խնձորը ինչ անդանյալպես։ Ինձ գսիրես։ Չի որ ես սիրում եմ Կարմիր խնձորը, պետք է անեմ։ Էլի, հա։ Սիրում եմ քեզ ու վերջ, դժիր։ Որպես կանոն քարտուղարուհիները համբերատար մարդիկ են։ Ինքները դատեք պետք է ունենալ երկաթյա նյարդեր, որպեսզի ամեն օր բարեհամբույր դիմավորել եւ բարևել միևնույն մարդուն եւ նույն բարեհամբույր կերպով մերժել բոլոր այն մարդկանց, ովքեր 645-րդ անգամ փորձում են մտնել տնօրենի մոտ։ Պարոն Հակոբյան, մամա երբ ես չեմ կարող դիմանամ, մեր գլխավոր աշխատողը արդեն իր լրիվ չափերն անցել է, մի բան արեք։ Անժելա, ես քեզ նորից եմ ասում, որ մեր գլխավոր հաշվապահը այս ինակի ամենակարևոր մարդն է։ Նույնիսկ ինձնից էլ կարևոր։ Այնպես որ բոլորս, այդ թվում նաև ես, պիտի հարմարվենք նրա ցանկությունների հետ։ Հասկանում եմ, պարոն Հակոբյան, ու այսքան ժամանակ ձեր խոսքից ելնելով եմ հարգել ու հարմարվել։ Այդ մարդը մենակ սեքսի մասն է մտածում, ուրիշ ոչ մի բան չի մտածում։ Սուրեն ջան, խնդրում եմ ինձ մոտ անցիր։ Անժա, մաքսիմում, որ ես կարողացա քեզ համար անել, դա այն է, որ Սուրենը քեզ կանհանգստացնի շաբաթը մեկ անգամ։ Գոհ ես։ Էլի գոհ եմ, պարոն Հակոբյան։ Շատ շնորհակալ եմ։ Դե լավ, ես գնեմ։ Անցի գործի։ Շաբաթը մի անգամ, հա։ Հա, շաբաթը մի անգամ։
Այսօր շաբաթվա հենց այդ օրն է։ Հենա կակրազ իմ սենյակում եմ մարդ չկա։ Չգնանք։ Հա, մեկ էլ մոտը տապայման կգրես, որ չմոռանաս։ Գնացինք։ Անշտ, գիտես մտքովս ինչ անցավ, ասում եմ մի հատ մի ու շապատվա տեղն չմտնենք։ Ես տենց էլ գիտեի, որ այդպես ասելու։ Մտնենք, բայց ես իմ մոտ հենց հիմա կնշա։ Շուտ արժ։ Cuando salgan a volar, hay un amigo en mí. Sí, un amigo en mí. Hay un amigo en mí. Ասում եմ մի հատ այն մի ու շապատվա տեղն չմտնենք։ Ու կշտցիր արդեն։ Մոտս նշում եմ էլի։ Գրի։ Hay un amigo en mí. Cuando salgan a volar, hay un amigo en mí. Անժես, ասում եմ հատ չանենք մի հատ էլ երամսակ չպատենք մի հատ անցենք։ Հատապատել ենք էլի։ Փագենք, բայց ես բլոգն եմ կսպրծնում արդեն։ Գրի։ Գնացինք, գնաց։ Անժելա ջան, ինչպես ես։ Լավ, շնորհակալություն։ Իսկ իմ ու Սուրենի խոսակցությունից հետո քո կյանքում ինչ-որ բան փոխվեց։ Պարոն Հակոբյան, ճիշտն ասած ամեն ինչ առաջվանն է։ Ուղղակի թղթաբանություն է ավելացել։ Ինչպես հասկացաք, շատ բարդ է քարտուղարու աշխատանքը։ Եվ եթե դուք այսքանից հետո որոշել եք դառնալ քարտուղարուի, ապա պարտավոր եք լսել պրոֆեսոր Գևորգյանի խորհուրդները։ Ողջույն, ես պրոֆեսոր Գևորգյանն եմ։ Այսօր կփորձեմ օգտակար լինել այն կանանց եւ աղջիկներին, ովքեր բոլորին ասում են, որ անցել են գրասենյակային աշխատանքի, բայց իրականում դարձել են քարտուղարուհի։ Սիրելի սկսնակ քարտուղարուհիներ, զգուշացնեմ, որ դուք շատ հաճախ երես առ երես հանդիպելու եք այն մարդկանց, ում հետ չի ցանկանում հանդիպել ձեր տնօրենը։ Եվ այսպես պատկերացրեք, որ ձեր տնօրենը մտնելով իր աշխատասենյակ ձեզ խնդրում է ոչ մեկի ներս չթողնել։ Հիշեք, այս իրավիճակում շատ կարևոր է այցելուներին քաղաքավարի մերժելը։ Տեղում է, բայց ոչ մեկի տերեսը չի ուզում տենա։ Ռադ եղիր ես տեղից։ Բան է, ինքը լողանում է։ Ինքը մեռել է։ Ստեղ չի կարելի մտնել։ Դե կարաս մտի։ Տո հերը չէ ուզում ես հորոխվեր եղի։ Չի կարելի ներս մտնել։ 20,000 դուր մտի։ Բարև ձեզ, տեղում է։ Բարև ձեզ, տեղում է, բայց շատ զբաղված է, եթե դժվար չի մի փոքր սպասեք, հա։ Լավ։ Եթե այցելուն որոշել է սպասել, ապա այդ ընթացքում պետք է նրան ինչ-որ կերպ զբաղեցնել։ Չափ ու տախտոց։ Եվ երեք խոզիկները որոշեցին խորամանկ կայացնելու համար պատրաստել առանձին առանձին տնակներ։ Նիֆ-նիֆը պատրաստեց։ Նայք, տես։ Կարաս տեսես արելանես, հա։ Պարկիստեղ մասաժ անեմ ազիս։ Լավ, ապե ջան։
ինձ բռնաբարեցին։ Մի րոպե։ Բորշ կուտեք։ Կարող եք այս ամսագիրը կարդալ մինչև տնօրենի կազմը։ Եթե հյուրին հաջողվի մտնել տնօրենի մոտ, ապա ամենայն հավանականությամբ վերջինս սուրճ կառաջարկի իր հյուրին։ Այս իրավիճակում շատ կարևոր է, որ դուք հյուրի մոտ բարձր պահեք ձեր տնօրենի պատիվը։ Որ մեկը տեր կոֆե ուզողը, չէ մի չէ թանել չէ պրտած մածուն։ Ես քեզ կոֆե, ես քեզ պեսոք, ես քեզ վարկ եմ, հետա դիչ։ Երեխեք մի հատ նայեք կոֆեին թափով մտնեմ զուգարան գամ, հա։ गोरों की न कालों की दुनिया है दिल वालों। Ես դարը, ես էլ ես գյադու քաղցրը։ Որ խմեք պրծնեք, ձեն տվեք կամ բաժակներդ նայեմ։ Ես ոգիտեղ աղայի լծրել։ Շնորհակալություն, շատ համեղ սուրճ էր։ Սիրելի քարտուղարուհիներ, եթե դուք հետևեք իմ խորհուրդներին, ապա վստահ եղեք, որ շատ կարճ ժամանակահատվածում կդառնաք տնօրենի ամենասիրելի աշխատողը։ Հուսով եմ կարողացա օգտակար լինել ձեզ, եւ եթե դա այդպես է, ապա հիշեք, որ ապագայում տնօրենի կողմից նվեր ստացած ձեր Բարսավիրանոցի հաճախորդներից մեկն էլ կարող է լինել պրոֆեսոր Գևորգյանը։ Չմոռանաք ինձ։ Դե ինչ, եւս մեկ երևանյան կերպար բացահայտվեց։ Սիրելի ղեկավարներ եւ տնօրեններ, ինձանից ձեզ խորհուրդ, լավ նայեք ձեր քարտուղարուհիներին։ Հիմնարկը կարող է աշխատել առանց տնօրեն, բայց առանց քարտուղարուհի ոչ։ Ցտեսություն։